Երևանում վերջին տարիներին բուռն կառուցապատման ընթացքը կանգ չի առնում, սակայն 2025 թվականի սկզբից մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձի մասին օրենքի դադարեցումից հետո շինարարական դաշտում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ Կառուցապատող ընկերությունների առջև կանգնած նոր իրականությունը ստիպել է նրանց վերանայել վաճառքի ռազմավարություններն ու ֆինանսական գործիքակազմը։ Եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որը տարիներ շարունակ խթանել էր բնակարանային պահանջարկը, հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում, Երևանում այլևս չի գործում։ Ծրագիրը ենթադրում էր, որ նորակառույց բնակարան ձեռք բերած քաղաքացիները կարող են որոշակի չափով հետ ստանալ իրենց եկամտահարկը հիփոթեքի սպասարկման համար։ Այս փոփոխությունից հետո բնակարանների ձեռքբերման գործարքների քանակը որոշ ժամանակով նվազեց, իսկ կառուցապատող ընկերությունները ստիպված եղան ավելի ճկուն դառնալ։ Երևանում քաղաքաշինական ծրագրերի իրականացնող ընկերությունները նպատակ ունենալով պահպանել վաճառքի տեմպերը դիմում են տարատեսակ այնպիսի խթանիչ գործիքների կիրառմանը, ինչպիսիք են զեղչերը, բոնուսները, անվճար վերանորոգումը եւ այլն։ Այսպես, նման ծրագրերի կիրառման, ինչպես նաև շուկայում առկա առաջարկ պահանջարկ եւ գինվորակ հարաբերակցության տեսանկյունից բնակարան ձեռք բերելու չափազանց շահավետ պայմանները առաջարկում Գյուրջան Կասկադ բնակելի թաղամասը։ Կառուցապատող ընկերությունն այստեղ բնակարանները վաճառում ընդամենը 10% կանխավճարով։ Բնակարանների արժեքի մնացած մասը գնորդները վճարում են 65 ամիսների ընթացքում առանց տոկոսների եւ հավելավճարների։ Պայմանագիրը կնքվում է անմիջապես կառուցապատող ընկերության հետ, առանց բանկերի կամ այլ միջնորդ կազմակերպությունների ներգրավման։ Գյուրջան Կասկադ բնակելի համալիրը կառուցվում է նոր Նորքի բարձունքում։ Այն ժամանակակից ենթակառուցվածքներով, էներգախնայության A++ դասի շենքերով թաղամաս է, հարուստ զբոսայգիներով, խաղահրապարակներով, հանգստյան գոտիներով, խանութներով, սրճարաններով եւ այլն։ Թաղամասի կենտրոնական հատվածում կառուցվում է Երևանի նոր Կասկադը, որն առանձնահատուկ հմայք է հաղորդում թաղամասին։ Գյուրջան Կասկադ թաղամասի բնակարանները մեծ պահանջարկ են վայելում քաղաքացիների շրջանում։ Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները նշում են, որ վաճառքներն առաջընթաց տեմպով են իրականացվում։ Կկիրառի արդյոք պետությունն անշարժ գույքի շուկայի զարգացման նոր խթանիչ ծրագրեր, ցույց կտա ժամանակը։ Մինչ այդ, փոքր եւ միջին կառուցապատող ընկերությունների մի մասը հայտնվել է ճնշման տակ։ Բանկային վարկերը, աշխատուժի թանկացումն ու կառուցման նյութերի գների փոփոխությունը բարդացրել են խաղի կանոնները։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են փորձագետները, ոլորտում առկա է կայունացման հստակ միտում։ Քաղաքացիական պահանջարկը դեռևս մեծ է, սակայն գնորդները նախընտրում են բնակարաններ ձեռք բերել քաղաքաշինական այնպիսի վստահելի ծրագրերից, ինչպիսին է Գյուրջան Կասկադ բնակելի համալիրը։ Հստակ է մի բան, եկամտահարկի վերադարձի ծրագիրը կարող էր թափ հաղորդել շինարարությանը, բայց դրա բացակայությունը չի կանգնեցրել ոլորտը։ Այն պարզապես ստիպել է բոլորին դառնալ ավելի ստեղծարար ու իրատես։